Շարունակում ենք ծրագիրը հյուրի հետ ուրախ ենք ողջունել ստուդիայում Հայաստանի Հանրապետության քարարտադրողների միության նախագահ Տարոն Բադալյանին, բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, եկաք, այո, հետաքրքիր հարցերի շարք ունենք պատրաստած, հա, մեր զրույցի համար։ Եվ իհարկե նախ կուզենայի ասել շատերիս համար բացահայտում է, որ քարարտադրողների միություն ունեն եւ կուզենայի մի քիչ պատմեիք կառույցի պատմության մասին, հա, որ քանի տարի է գործում է կառույցը, ինչ նպատակներ ունեք, ինչով եք զբաղվում, հա, կներկայացնեք։ Քարարտադրողների միությունը ստեղծվել է 1 տարի առաջ, նոր է։ Ապրիլի 17-ին կլրանանա միամյակը, բայց միության ստեղծման գաղափարը եկել է ավելի վաղուց, հայկական քարերի փառատոնի շրջանակներում, մենք 5-րդ տարին էր 25 թվականին, որ կազմակերպում ենք հայկական քարերի փառատոնը Հայաստանում մեծ միջոցառում ու 24 թվականի փառատոնից հետո հասկացանք, որ ոլորտը ինչ որ ձևով պատրաստ է համախմբվելու եւ միավորվելու, որպեսզի կարողանանք ներկայանալ եւ համատեղ մեկ հարթակի ներքո եւ կարողանանք հայկական քարը միջազգային շուկաներում ցույց տալու որպես բրենդ, ոչ թե առանձին կազմակերպություններով։ Դե ոչ պաշտոնական մեր երկիրը հենց այդպես է ներկայանում է, չէ՞, քարի երկիր, չէ՞, Հայաստանը։ Ոչ պաշտոնական այդպես էլ ներկայանում է, որոշակի տարիներ կարելի է ասել пассивացել են, քանի որ հայկական շինարարական բումն է ակտիվացել ու քարարտադրողները ավելի շատ փորձում են հասցնել տեղական շինարարությանը սպասարկել, կառուցապատմանը սպասարկել ու արտահանումը ինչ որ չափով նվազել է։ Մենք նաև այդ ուղղությամբ ենք համագործակցում, որովհետև քիչ է դրա համար է նվազել արտահանումը։ Արտադրողներն են քիչ, բնական պաշարների հանքարդյուն անող ընկերություններն են քիչ, չնայած որ 25 թվականին արդեն իսկ կոնկրետ եթե վերցնենք առանձին 2-3 նոր տրավերտինի հանքավայր կազմակերպվել, շահագործմանը հանձնվել, այո։ Ու տենդենսը կա, որ այս տարի մենք ավելի պատրաստ կլինենք մարտահրավերներին, այսպես ասած, կկարողանանք բավարարել եւ տեղական շուկան եւ իհարկե արտահանումը, որը մեր երկրի ու մեր համար շատ կարևոր է։ Ես ընկեր ունեմ Սյունիքում այդպես նախաձեռնել է սեփական բիզնես, այդպես քարը արդյունաբերում, մշակում եւ վաճառքի հանում։ Տարոն, կասեք խնդրեմ, որ քարերի տեսակներն են առավել պահանջված, հա, համաշխարհային շուկայում, որոնք արտահանվում են Հայաստանից եւ որքանով է գնահատվում որակային, հա, հատկանիշներով մեր քարը ընդհանրապես։ Եթե օբյեկտիվ, եթե խոսենք արտահանման շուկայի մասին, ինձ թվում է առաջի տեղում վերջին 25 թվականի մեր անալիզների արդյունքում առաջի տեղում է տրավերտինը, որը մեծ պահանջարկ ունի եւ եվրոպական շուկաներում եւ իհարկե ռուսաստանյան շուկայում ու որակապես այսպես ասած չի զիջում միջազգային խաղացողներին, ասենց ասած մեր Իտալիան օրինակ, չէ՞, Իտալիան ամենախոշորն է ու ամբողջ արտադրության հանքարդյուն անման քարերի նորագույն տեխնոլոգիաներն ու այսպես կոչված տեխնոլոգիաները թելադրում են իտալացիները, ումից մենք եւ սովորում ենք եւ փորձի փոխանակում ենք անում եւ ամենակարևորն այն է, որ մենք երկու արևան պետություններն են մեր այսպես կոչված կոնկուրենտները, Իրանն ու Թուրքիան, ու այսպես ասած ամեն մեկս մեր առանձնահատկություններ ունենք, ամեն մի երկրի քար տրավերտին ունի իր առանձնահատկությունները, օրինակ տրավերտինը միջազգային շուկաներում շատ սիրում են հայկական տրավերտինը իր ջերմ գույների ու ավելի բնական ծակոտենության պատճառով։ Դա հրաբուխային ծագում ունեցող տրավերտինը կալցիում շոտրի է, նստվածքային ծագում ունի, այո։ Հրաբխային ծագում ունեն տուֆը, բազալտը, գրանիտը, որոնք ոչ պակաս կարևոր են կամ արժեքավոր են, այո։ Այդ դուք նշեցիք, որ ակտիվ կառուցապատում է Երևանում, իսկ ամեն դեպքում կա նաև արհեստական նյութեր, հաշվի առնելով, որ եւ հանքարդյունաբերությունն է բավականին թանկ եւ քարերն են թանկ բնական, նախապատվություն արդյոք տրվում է արհեստական նյութերին այսօրվա ժամանակակից կառուցապատման։ Ես կասեի նախապատվությունը չի տրվում արհեստական նյութերին, ուղղակի արտադրությունները չեն հասցնում, որոշակի արտադրական խնդիրներ ունենք եւ իհարկե գին որակ հարաբերակցությունը պետք է հաշվի առնել
Իհարկե կա կերամագրանիտ, օգտագործվում է, տարբեր տեսակի հիմա պրոդուկտներ են ներկրվում, բայց եթե հաշվի առնենք օրինակ պիտանելիության ժամկետ, իհարկե բնական քարը իր գնի համեմատ շատ ավելի երկարաժամկետ է։ Օրինակ տրավերտինի պարագայում ճիշտ օգտագործման դեպքում 20-ից 30 տարի ինքը առանց որևիցե բանի կարողանում է պահպանվել։ Իսկ կերամագրանիտը չեմ կարծում իրականորեն։ Իսկ այդ քարի շնորհիվ կամ պատճառով մեր վարդագույն Երևանը փոխում է իր գույնը, դիմանկարը, դիմագիծը։ Շատ հետաքրքիր հարց է, այո, ու մենք նաև համագործակցում ենք ճարտարապետների միության հետ Հայաստանի ու ցավով պետք է ասեմ, ինչքան էլ տրավերտինը մեր առաջի տեղում է, բայց ցավով պետք է ասեմ, որ այո փոխվում է, ընդհանուր քաղաքի ճարտարապետությունն է փոխվում։ Ես իմ ոնց որ սուբյեկտիվ կարծիք ունեմ դրա նկատմամբ ու կարծում եմ, որ գոնե փոքր կենտրոնում պետք է պահպանվի հին Երևանը ու վարդագույն տուֆը։ Իսկ տուֆը ունենք, հա, Բաշարները այո իհարկե ունենք, Հայաստանին կբավարարենք հաստատ, եթե ամբողջ Հայաստանը որոշեն, որ վարդագույն տուֆա լինելու, այդ պարագայում էլ կբավարարենք։ Իսկ հանքարդյունաբերության թեման շարունակելով, գիտենք, որ այն զուգորդվում է պարտադիր բնապահպանական խնդիրներով։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այսօր կարելի ասել, որ փոքր-ինչ մեղմացել են, հա, այն հետևանքները, որոնք գիտենք որքան է ազդում առողջության վրա, բնապահպանական, առողջապահական խնդիրները, այսօր ձեր միությունը դիտարկում է նաև այդ հարցը։ Մենք այդ հարցով համագործակցում ենք հանքարդյուն անողների միության հետ, բայց լինելով նաև հանքարդյուն անող կազմակերպության ղեկավար, ճիշտ նշեցիք, որոշ չափով, որովհետև ժամանակները առաջ են գնում, հնարավորությունները շատանում են, բայց այդ հնարավորությունները պետք է հասանելի լինեն ու պետք է նաև հետևողականություն լինի, որ կարողանանք մաքսիմալ մակարդակի վրա պահենք օդի աղտոտումը ու եթե վերցնենք տրավերտինի հանքավայրերը, նրանք գտնվում են Արարատի մարզում, ամբողջ Հայաստանի տրավերտինի պաշարը Արարատի մարզում է ու այդ փոքր համայնքում մեծ ցեմենտի գործարան, ոսկու կորցման ֆաբրիկա, մի քանի հանքեր, այդ խնդիրը կա։ Ու մենք մեր մասով աշխատելու ենք ու աշխատում ենք, որպեսզի մինիմալի հասցնենք։ Տեսեք, հիմնական հարվածի տակ ընկան հենց հանքերը, երբ որ օդի աղտոտվածության մասին սկսեցին բարձրաձայնել, ահազանգել եւ ընդհանուր վերջին մի քանի ամիսների ընթացքում գիտենք շատ են շրջադարձային, այսպես քննարկումների փուլ թևակողեց խնդիրը, այսինքն սկսեցին մտածել լավ ինչն է պատճառը, որ Երևանում այդքան աղտոտված է եւ հիմնական մեղավորը ճանաչեցին հենց հանքերը, չէ, այդպես էր։ Ինչ մեղավորներից մեկը, ես հասկանում եմ, միգուցե կարող եք դրա հետ չհամաձայնվել, բայց գիտենք, որ հիմնականում այո, մեղադրում են, որ մայրաքաղաքի հարևանությամբ ոչ այդքան հեռու, հա, քաղաքի, ասենք, մատույցներից գտնվում են հանքեր, որոնցից ասենք գոյացող այդ փոշու շերտերը հետո քամիներով եւ տեղումների ժամանակ վերածվում են ցեխի, թեթև կշռված փոշու մասնիկների եւ այլն, ինչ կասեք դրա մասին, հա, պարոն Բադալյան, եւ ինչ ժամանակակից մեթոդներ կա բացպարվելու, ասենք այդ բնական, հա, process-ում արդյունահանման կատարվող ամեն ինչ ազդեցություն ունի, եւ կհամաձայնվեմ եւ չեմ համաձայնվի, որովհետեւ ամեն ինչ կապ ունի, ոչ միայն հանքերը կապ ունեն, այլ ամեն ինչ կապ ունի օդի աղտոտման հետ, ընդ որում այո նաև հանքերը, բայց եթե վերցնենք բազալտի հանքերը, այնտեղ քանդման միջոցով են աշխատում, շահագործում հանքերը, տեխնիկաները աշխատում։ Նույնը տուֆի պարագայում, տրավերտինի պարագայում այնտեղ արդեն իսկ անցել ենք այն մակարդակը, որ քանդելով, պայթեցումով այդ միջոցով են շահագործում, կտրման միջոցով է շահագործում հանքավայրերը հիմնականում ու կտրվում է ջրով, որը ինչ որ չափ մեզ թույլ է տալիս օդի աղտոտման պրոցենտը, այսպես ասած, իջացնել։
Տեսեք, ես տեսել եմ սարքավորումները, որոնք օրինակ, չգիտեմ, 7-10 մետրանոց, ասենք, կտոր, կարագի պես կտրում են, սղոցներ կան հատուկ, դա շատ տպավորիչ տեսարան է, չգիտեմ, տղամարդկանց հետաքրքրող երևի Սուսաննա ջան դժվար, դա քեզ այդքան հրճվանքի պահեր պարգև, բայց հավատա, երբ որ տեսնում ես այդ ամուր բանը, որ մեր շատերի սնկալման մեջ ամենակարծր ամուր բաներից մեկն է, այդպես շատ թեթև կտրվում է սարքավորումների օգնությամբ, ես ենթադրում եմ դրանք թանկ սարքավորումներ են, այո, իհարկե։ Պարոն, եւ ասացեք խնդրեմ, մենք ունենք շատ քար կա պահանջարկ, այսինքն արտահանման տեղեր ունենք, ուղղակի ներդրումներ են պետք, որ ծավալները մեծացվի, թե այն ինչ որ այսօր կարողանում ենք հանքերից դուրս բերել, պատրաստել, դարձնել ապրանք, դրանք բոլորը պահանջարկ ունեն եւ երևի այդքանով շուկան երևի բավարարում են արտահանման, թե չէ։ Տեսեք, այդ ամբողջ process-ը մի քանի իրար հաջորդական ցիկլից է բաղկացած։ Սկսում է հանքարդյունաբերությունից։ Երբ որ 23 թվականին Տրավերտինի էլի մասով կարող եմ ասել, որ նաեւ բազալտի մասով հանքերը չէին հասցնում արտադրողին մատակարարել հումք։ Ինքն իրանց ունեցած ներուժի պարագայում, մաքսիմալի պարագայում չէին հասցնում արտադրողին հումք մատակարարեին, դրա պատճառով կարող եմ ասել նաև, որ որոշակի այլ նյութերի կիրառությունը սկսեց կառուցապատման ոլորտում, մարդիկ հասկացան, որ այս պահին չեն կարողանալու ու որոշեցին անցնել ուրիշ նյութերի։ Բայց դրանից հետո ներդրումներ կատարվեցին եւ կատարվում են ոլորտում, մեծ գործարաններ ունենք, նոր ասեցի, որ մեծ հանքեր են նորից շահագործման հանձնվել ու այս տարի առաջի տարին է, որ պետքա էլ ավելի մեծ թափով կպնենք աշխատանքին ու քանի որ նոր օրեր են, փետրվար ամիսն է, ձմեռը նոր մեզանից ձեռաքաշել այսպես ասած, կարծում եմ, որ այս տարեվերջան մեր ցուցանիշներն ու արդյունքները շատ ավելի դրական կլինեն ու իմ հիմնական խնդիրն է նաև պահել արտահանման ճյուղը, որովհետև մենք դրանով պետքա կարողանանք աշխարհին ինչ-որ բան ասել։ Կարծում եմ միջին վիճակագրական հայկական քարից խոսելու ընթացքում անպայման կնշի տուֆը, բազալտը, մարմարը, օբսիդիանը, նաև իսկ ինչն է խանգարում մեզ լինել ոլորտի կամ շուկայի առաջատարներից մեկը աշխարհում։ Թե մենք աշխարհում մի քիչ շատ ճոխ ասված sense ասած, որովհետև նախ մենք փոքր երկիր ենք, պաշարները ինչքան որ երկիրն է փոքր, պաշարները իրան համեմատական է։ Իսկ որակով չեն կարող լինել։ Որակով կարող ենք լինել, բայց այդ նույն օրինակ հայկական տուֆը միջազգային շուկաներում շատ ճանաչված է։ Մարմար չի ասի, որովհետև Հայաստանում գործող մարմարի հանքավայր եղել է մենակ ապարանում, որը այս պահին չի էլ գործում, որպես երեսպատման արտադրություն, էլի երեսպատման սալիկի։ Գրանիտ, եթե վերցնենք ռուսական շուկան, իրանց գրանիտների պաշարներն ունեն, ահռելի պաշարներ, որ մենք չենք կարող մրցակցենք։ Տուֆն է հիմնական մրցակցային ֆոնը եւ Տրավերտինը, ինչպես նշեցի, իր տաք գույներով եւ բնական ծակոտենությամբ։ Տարոն ասացեք խնդրեմ, բազալտի հետ կապված կան այսպես լեգենդներ, որ դրանք ճառագայթում ունեն, չէ, ասում են օրինակ, որ մարմարի, բազալտի տանը, որ երեսպատումը մեծ ծավալների, ճառագայթման ֆոնը սովորականից անգամներ բարձր է, այսինքն նաև վնասակար է առողջությանը, ինչ կարող է դա համապատասխանում իրականությանը։ Չգիտեմ, եթե իհարկե տեղեկություն մարմարի մասով չէ, որովհետև մարմարն էլ անստվածքային ապար ու իրամեջ ճառագայթում չկա, բազալտը, գրանիտը, տուֆը, քանի որ հրաբխային են, այո, իրանց մեջ ինչ որ չափի ճառագայթում կա։ Բազալտ բայց ինչքանով է դա վտանգավոր։ Չեմ տեսել շատ, քիչ են օգտագործում, գրանիտը հիմնականում խոհանոցներում են օգտագործում եւ այդ որոշ կան։ Եթե ամբողջ առանձնատան ներսը սա գրանիտից է կառուցված, այդ ուրիշ բան։ Աստիճանավանդակներով այդ ուրիշ, բայց այդ ճառագայթումը կյանքին վտանգի ճառագայթումը չի, այո։ Շուկայում նաև հանդիպում են անորակ քարեր։ Իսկ միությունը զբաղվում է վերահսկողությամբ, որակի վերահսկողությամբ կա ձեր գործառույթների մեջ դա։
միությունը իհարկե զբաղվում է ու ել ավելի մեծ ներուժա դնելու, որպեսզի այդ անորակ քարերը շուկայից բացակայեն, բայց այստեղ պետքա նշեմ պարտադիր, ես երկու կողմի ոնց որ կարծիքը պետքա ասեմ, որ շատ դեպքերում բանն է սխալ, պատկերացումն է սխալ անորակ քարի։ Մարդիկ իրենց պատկերացումներով, որը կարա եւ քիչ լինի, որպեսզի հասկանան քարի որակից, ընդամենը իրենց դուր չի գալիս, ասում են անորակ։ Իսկ ի՞նչն է բնութագրում քարի որակը։ Տեսեք, մարդիկ բնական քար օգտագործելուց պետքա նախ եւ առաջ հասկանան ինչ է ինքը, հասկանան, որ բնական քարի պարագայում ոչ մի երկրորդ սալիկ առաջինի կոպիան չի, այսպես ասած։ Ինքն բոլոր սալիկները իրարից տարբերվում են։ Բնական քարը իր ընդհանուր ֆոնային տեսքով է նույնը։ Կարա օրինակ տրավերտինի պարագայում ծակոտենությունը կարա մի սալիկի վրա մի քիչ ավելի մեծ լինի, մի սալիկի վրա մի քիչ փոքր լինի, եւ դրանով չի որոշվում իր որակը։ Վիզուալ պատկերացումով, վիզուալ տեսքով չի որոշվում տրավերտինի որակը։ Եթե մշակման անդրադառնանք, իհարկե կարան լինեն անորակ մշակված սալիկներ, հա, այնտեղ խղկեցումը ճիշտ արված չլինի եւ այլն։ Մենք այդ մասով մեր գործունեությունը անում ենք, բայց մեր ցուցանիշների, հա, մեր անալիզի արդյունքում մոտավորապես 40-60 է տարբերությունը անորակ կոչվածի։ Ինքն 40% դեպքերում սալիկը անորակ է, 60% դեպքերում պատկերացումն է թյուր բնական քարի վերաբերյալ։ Մանավանդ 23 թվականից ինչքան որ կառուցապատման բումն է, ինչքան շենքեր են կառուցվում, բնակարաններ են հանձնվում, ինտերիերում բնական քարի օգտագործումը 10 անգամ ավելի է շատացել ու պահանջված է դարել։ Ու հիմնական մեր խնդիրները անորակ, հա, մատնանշմամբ ինտերիերում օգտագործման համար են, որովհետև այդտեղ արտադրողների բացնել կա, ամեն արտադրություն պետքա կատարի կոնկրետ ուղղորդվածություն վերցնի իր վրա, եթե ինքը սալիկ արտադրող կազմակերպություն է, ինքը ինտերիերում պետքա չաշխատի։ Եթե ինքը կարա մեծականակ արտադրի երեսպատման սալիկ, թող արտադրի ու տա կառուցապատողին։ Այսինքն մենք զուտ արտաքին տեսքի մասն ենք խոսում, ոչ թե ամրության։ Ամրությունը տրավերտինը ամբողջ աշխարհում տատանվում է ընդամենը 1000 կիլոգրամ մետր խորանարդով։ Հասկացա, դա չնչին բան է։ Եթե Հայաստանում օրինակ 2500-ից 2700 է, մի խորանարդ մետր տրավերտինի քաշը այդքան է։ Պարոն Բադալյան, խոսեցինք օբսիդիանի մասին, դες զբոսաշրջիկների ուրախությունն է, Երևան-Սևան ճանապարհին արևային օրերին կարելի է խաղը տեսնել, այդ շողշղացող, չէ, արտացում։ Շորթական լեզվով սատանի քար։ Սատանի եղունգ է, սատանի եղունգ։ Որքանով է այս քարը արժեքավոր, օբսիդիանի, ինչ կիրառման դաշտ ունի, ընդհանրապես որովհետև հիմնականում օբսիդիանից մոխրամաններ են պատրաստում արձանիկներ, չէ, ինչ որ գունդեր, որոնք պտտվում են։ Հայաստանում է։ Չէ, մեծ մասը պատրաստուկներ եւ չէ, այսպես ժողովրդական, այսպես օբսիդիանը շատ կարևոր դեր ունի իհարկե ու շատ մեծ պահանջարկ ունի Չինաստանում, օրինակ Հայաստանի օբսիդիան հանույթ իրականացնող ընկերություններից մեկը մեր շատ մոտ ընկերն է, իրենց հիմնական ուղղությունը դա բացի այդ ձեր ասած, հա, մոխրամաններ, սիգարի համար նախատեսված, հա, այդ ամեն ինչից բացի իրանք արտահանում են Չինաստան, որը օգտագործում են այդ իրանց ներքին արդյունաբերության մեջ, հա, ճիշտն ասած վերջնական պրոդուկտի մասին այդքան էլ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ շատ մեծ քանակությամբ արտահանում են ու Չինաստանի գործընկերների հետ զրույցներում իրենք միշտ դրանց պահանջարկ ունեն։ Միշտ հարցնում են էլ ավելի մեծ պահանջարկ ունեն այն ինչ որ էսպային մենք ունենք, դա իրանց բավարար չի, էլ ավելի շատ են ուզում արտահանել։ Բայց մեր ներքին շուկայում ինքը գործածական է այնքանով ինչքանով որ մենք գիտենք։ Այս շինարարության մեջ այն չի կիրառվում։ Չէ, միակ տեղը որ ես օբսիդիան տեսել եմ, մեր Փարիզ հյուրանոցի
ռեստորանում է, բանը, ռեսեպշնը, սալիկապատված է ինչ-որ դետալներով, օբսիդիանի, ուրիշ տեղ չեմ տեսնում։ Քիչ մռայլ է, չէ՞, սա օբսիդիանով։ Շատ թանկարժեք քար։ Թանկարժեք են։ Շատ թանկարժեք քար է ու ընդհանրապես համեմատական չի ոչ բազալտի, ոչ տրավերտինի, ունդեղ եթե տրավերտինը կամ բազալտը քառակուսի մետրի մասին է կամ խորանարդ մետրի մասին է խոսքը, այնտեղ կիլոգրամների, այո, գրամների դաժե։ Պարոն Բադալյան, դուք շատ շուտով ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ունեք ելույթ։ Այո։ Եվ դա կարծում եմ շատ կարևոր է թե ձեր միության գործունեության շրջանակներում, թե Հայաստանի համար, ինչն է լինելու թեման զեկույցի եւ նաեւ մի անդրադարձ ուզում եմ անել ձեր սոցցանցերի ակտիվության, որքանով դա նպաստում է ձեր գործունեությանը։ Դե բավականին ակտիվ եք։ Վերջի հարցից սկսեմ, հետո գամ, որովհետեւ պատճառը հետևանքային կապը կա։ Քանի որ 23 թվականին անցա կրթական եւս մի ուղղություն մեր մատենամիջազգային բիզնես դպրոցում, բիզնեսի կառավարում, ստրատեգիա ու հասկացանք, որ ժամանակները փոխվել են ու եթե այն ժամանակ բրենդը ճանաչելի էր իր անունով, հիմա ժամանակները փոխվում են ու ավելի վստահելի է բրենդը դառնում, երբ որ բրենդի հիմնադիրը դեմք է լինում, երևում է, ճանաչում են իրան ու վստահությունը այդ մարդու արտադրած կամ այդ մարդու ստեղծած պրոդուկտի ընկերության նկատմամբ շատ ավելի մեծ է։ Դրանով ավելի շատ պայմանավորված ըստ երևույթին, իսկ բաները ինչքանով է օգնում, միությանը իհարկե օգնում է, շատ է օգնում ու տարբեր տեսակի առաջարկներ եմ ստանում, տարբեր տեսակի հրավերներ ենք ստանում, որը համատեղում ենք միության զարգացման ու ստրատեգիկ նպատակների հետ։ Հանրությունն ավելի իրազեկված լինում։ Այո, ոմանց դա դուր է գալիս, ոմանց դա դուր չի գալիս, այդ նորմալ երևույթ է։ Անդրադառնալով ՄԱԿ-ի գրասենյակի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր բանին, այցին, իրականում շնորհակալությունս պետք է հայտնեմ մեր հանքարդյունը անողների միությանը, իրենք պետք է ներկա գտնվեին մետաղական հանքարդյունը անման զեկույցով, ոչ մետաղականով ինձ են առաջարկել ու հրավիրել, իհարկե մեծ հաճույքով չեմ մերժել ու կլինեմ ներկա։ Ընդհանուր առմամբ ինչա դա տալու, ինչքան շատ խոսվի հայկական քարի խնդիրների, թեման հենց լինելու է հայկական քարի պաշարները, խնդիրները, տեխնոլոգիական նորամուծությունները եւ պոտենցիալը։ Ինչքան շատ դրա մասին խոսանք, այդքան ավելի տարբեր ուղղություններով դրական արդյունքներ կունենանք եւ օդի աղտոտման արդյունքում, խնդրի արդյունքում կունենանք դրական փոփոխություն եւ արտահանման եւ իհարկե տեղական կառուցապատման։ Հայկական փիրուզը, չէ, եւ առասարակ ուրիշ քարերից էլ մի քիչ խոսենք, դոլոմիտներից եւ այլն, չէ, մենք հիմնականում նշեցինք, իհարկե դրանք հազվագյուտ բաներ են, շատ հազվագյուտ, բայց այնուամենայնիվ կա։ Ես ուզում եմ օրինակ, ադամանդ էլ կա, չէ։ Ադամանդին չեմ տիրապետում, ճիշտը որ ասեմ, փիրուզ գիտենք որ կա։ Բայց չեք հանդիպել։ Գիտենք, որ արդյունահանումը կանգնացված է եղել, այս պահին ճիշտն ասած չեմ տիրապետում, բայց պետք է նորից, քանի որ միությունը դեսպանատների հետ էլ է համագործակցում, Չինաստանի դեսպանատնից անցած տարի ունեցել ենք հարցում փիրուզի վերաբերյալ, ինչքան փորձել եմ այդ ինֆորմացիան ունենամ, չունենք։ Իսկ կարծում եմ միության այսպես լեգենդների շարքում կան խոսակցություններ, օրինակ չգիտեմ արդյունահանելու ժամանակ մեկ էլ հանկարծակի հանդիպել են այսպես հազվագյուտ քարերի պաշարի կամ չգիտեմ ինչ որ հազվագյուտ հողային մետաղների եւ այլն, հասկանալի է չէ որ մեկը մյուսից բխող բան է, դե հիմա հանքի ինչ իմանաս ինչ է դեր կթաքցնենք, խոսում ենք որ քարը դա պատմություն է։ Հա, եւ իսկ պատմության մեջ ամեն ինչ եղել է եւ մի քանի դրվագ իր հետ մեկտեղ եկել է, հասել է մեզ։ Ունեցել ենք դեպքեր քարի բնական ճաքը բացվելուց հետո
տերևի մնացորդներ ա եղել, ինչ որ կենթանու մնացորդներ ա եղել։ Հնեաբանական, այսինքն նշանակություններ Այդքան էլ հնեաբանական չի, ուղղակի այդ շատ կարևոր ու նշանակալի է մեր համար, մենք տենց երևույթային է, միակ դեպքը, որ տենց էլ անհասկանալի էր ու չկարեցանք հասկանանք, թե ոնց այդ տեղի ունեցել, քարի մեջից դուրս ա եկել երկաթի ռուսերեն պիտի ասեմ ուգոլնիկ։ Անկյունակ, ու ինչքան փորձեցինք հետազոտել, նայել, ուսումնասիրություն Տրավերտինի հանքավայրում ա եղել։ Հետազոտել չկարեցանք հասկանանք, ասեցինք երևի աշխատանքի ընթացքում մենք ենք դրել եւ այլն, բայց այդպես եթե ուրվագիծ է ունեցա, այսինքն ենթադրվում է դա հրաբխան գործունեության ժամանակ, երբ որ լավան դեռ չի սարճել, պատկերացրու այդ ժամանակ է Տրավերտինի մասին ենք խոսում, լավան նստվածքային հասկացա, չէ, դեպի տոնապես չեն արավոր չբացատրել։ Կամ չէ, երևի հնարավոր է, բայց երևի այստեղ մասնագիտական այսպես սիմպոզիում է պետք կազմակերպել, գիտաժողով, որի շրջանակներում հարցը բարձրաձայնվի։ Շնորհակալություն, որ եկաք, իսկապես շատ հետաքրքիր է, որ գիտեք, ամենակարևորը ուրախացնում է, որ ոլորտը համակարգվում է, այսինքն տեսեք, մի բան է ուղղակի սրան նայել որպես բիզնես, ուրիշ բան է մեր այդ հարստությունը ընդերքի ներկայացնել համաշխարհային, այսպես բարձրագույն ատյաններում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում զեկուցի ընթացքում կարծում եմ շատ բաներ կներկայացնեք, որոնք որ շատ կուզենենք հպարտությամբ չէ, համաշխարհային հանրությանը ներկայացնել եւ լավ է, որ փաստորեն միությունը գործում է եւ արդեն թեկուզ 1 տարվա ընթացք է, ընդամենը նույնիսկ 1 տարի էլ չէ բոլորել, բայց արդեն ծավալուն գործ է կարել։ Արդեն ունեցել ենք 3 միջազգային այց, Իտալիա, Իրան, մեր հենց բնական քարերի ամենամեծ խոշորագույն ցուցահանդեսներին ենք մասնակցել։ Պարոն Բադալյան, վերջում մի հարց, ընդհանուր ծավալ արտահանման ինչ գումարների շուրջ է մոտավորապես, եթե տվյալներ կան, օրինակ 2025-ի տվյալները դժվար թե պատրաստում են։ 2025-ի տվյալները դեռ 24-ի ունենք, 24-ի տվյալներով մի քանի միլիարդի դոլար։ Դոլար, ինչ է ասում, շատ տպավորիչ է, ընդհանուր առմամբ, շնորհակալություն, որ եկաք, ես հաջողություն եմ ցանկանում ձեզ, թող այդ միլիարդները զերոներով ավելանան ու մեծանան, իսկապես եւ թող հայկական մեր հարստությունը քարի տեսքով ճանաչելի դառնա նաեւ ամբողջ աշխարհում։ Չնայած նրա, որ դրա ուղղությամբ մեծ գործեր են արվում, մեծ քայլեր, բայց դեռ աշխատելու հսկական ծավալներ կան։ Վերջում է Հայաստանի Հանրապետության քարարտադրողների միության նախագահ Տարոն Բադալյանը եւ հուսով եմ, որ մեր հաջորդ հրավերը չեք մերժի։ Կսպասենք ինչ կլինի ձեր ելույթից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ում, վստահ եմ արձագանք կլինի։ Հանդիպենք, տեսնենք ինչ արձագանք եղավ, ինչ զարգացումներ, ինչ լավ շահեկան առաջարկներ ստացանք եւ այլն, դրա մասին խոսենք միգուցե մի քանի ամիս անց։ Շնորհակալություն, որ եկաք։